Մերձավոր արևելքի կիսախաղաղ երկնքում արկերը դարձյալ սկսեցին պայթել, Իսրայելը ամերիկա-իրանական հրադադարի վերջին պայմանավորվածությունից շատ չանցած, ըստ ԱՄՆ նախագահ Թրամփի, խաղաղության սահմանագիծն առաջինը խախտել է իրանական կողմը, արձակելով 4 անօդաչու թռչող սարք Հորմուզի նեղուցով շարժվող նավթատարի ուղղությամբ, եւ միայն դրանից հետո են ամերիկյան ավիաուժերը հարվածել Իսլամական Հանրապետության տարածքին, Թեհրանին անպատասխան չթողնելով։ Դոնալդ Թրամփը նաև զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն որոշի վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողությունները, դրանց հետևանքները Իրանի համար կարող են լինել կործանարար։ Սպիտակ տան առաջնորդը նշել է, այդ երկիրը կարող է դադարել գոյություն ունենալ։ Կարող է գալ մի պահ, երբ այլևս չկարողանանք զսպվածություն ցուցաբերել, այդ դեպքում հարկադրված կլինենք ռազմական ճանապարհով ավարտին հասցնել սկսածը։ Հիմա ամերիկյան էքսեսի փոխանցմամբ ԱՄՆ-ն եւ Իրանը դարձյալ համաձայնության են եկել դադարեցնելու փոխադարձ ռազմական հարվածները։ Պարբերականի տեղեկություններով կողմերը նախատեսում են հունիսի 30-ին բանակցություններ անցկացնել Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան լրատվամիջոցին հայտնել է, թե հանդիպման հիմնական նպատակը ոչ թե Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրին վերաբերող հարցերը կարգավորելն է, այլ հենց Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված լարվածության թուլացումը։ Նա բառացի ձևակերպել է հետևյալը. Մենք որոշել ենք դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Բայց նախնական պայմանավորվածությամբ նույն օրը Շվեյցարիայում պետք է կայանային Իրանի միջուկային ծրագրին վերաբերող բանակցությունները։ Տարածաշրջանում լարվածության խորացումն է ստիպել իրար դեմ պատերազմող երկրներին փոխել եւ հանդիպման տեղավայրը եւ քննարկումների առանցքը, օրակարգի առաջին պլան բերելով Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության ապահովման հարցը։ Էքսեսի աղբյուրների փոխանցմամբ բանակցություններին հավանաբար կմիանա նաեւ ամերիկյան կողմի տեխնիկական պատվիրակության ղեկավար Նիկ Ստյուարտը։ Կարևորվում է այստեղ Հորմուզի նեղուցի շրջափակումը ծովային, էլի, դա է բացվելու մանրամասնությունը, դա լինելու է հետագայում։ Այդ հետագայում դա իրանց կհաջողվի միջուկային ծրագրերի Իրանի ընդհանուր հայտարարի կան, թե ոչ, դեռ պարզ չէ։ Փորձագիտական վերլուծական համայնքում կարծում են, թե ԱՄՆ նախագահ Թրամփը անոնսելով հնարավոր լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը փոքր-ինչ չափազանցրած է մեկնաբանել իրավիճակը, վստահություն հայտնելով, թե գործը կարող է հասնել մինչև իսկ Իրանի կրկին մեջբերում գոյություն չունենալուն։ Մասնագետները համոզված են, պատերազմական նոր լայնամասշտաբ էսկալացիան ձեռնտու չի կարող լինել նաև հենց Վաշինգտոնի համար։ Իրանը նույնպես իրեն համարում է հաղթանակա, ճիշտ է, Իրանին ահռելի տնտեսական ենթակառուցվածքներին վնասներ են հասել, բայց իրանց նպատակը մինիմում է Իրանի համակարգը ընդհանրապես իսլամական վերացնել եւ բացի դա Իսրայելի մաքսիմում ծրագիրը Իրանը մասնատելն է։ Ամերիկան այսպես շատ հարցեր ունի, որ պատերազմը շարունակվելու դեպքում Թրամփի վարչակազմը կտուժի նոյեմբերի միջանկյալ ընտրությունների։ Իդեպ, Իրանի նախագահ Փեզեշքյանն այս ընթացքում հայտարարում է Իսլամական Հանրապետության $6 միլիարդ ակտիվների ապասառեցման մասին։ Սա առաջին փուլում Կատարում գտնվող միջոցները կվերադարձնեն երկրին։ Մյուս կեսի հետ կապված Միացյալ Նահանգների հետ բանակցությունները շարունակում են։ Սեղանին եւս $6 միլիարդի հարց կա։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։